Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի աշնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, այս պահի դրությամբ մենք դեռ չունենք եզրափակիչ խաղի հավակնորդ, քանի որ եւ Լիլիթ Թումանյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի թիմերը պարտվեցին հեռուստադիտողներին։ Սակայն պայքարը շարունակվում է եւ ես խաղի եմ հրավիրում Արամ Անանյանի թիմին։ Մաթեմատիկոս Միքայել Պիրոև, նյարդավիրաբույժ Արմեն Նազարյան, հաշվապահ Հայկ Մինասյան։ Ֆինանսիստ Գևորգ Գևորգյան, զբոսավար Գառնիկ Միրզոյան եւ թիմի ավագ պատմական գիտությունների տեխնացու Արամ Անանյան։ Արամ Անանյանի թիմի դեմ այսօր կխաղան Արտակ Թադևոսյանը, Հովհաննես Սմոյանը, Աննա Արշակյանը, Սուպեր Բլից, Անուշավան Ավետիսյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Արևիկ Սարգսյանը, Բլից, Ռաֆի Չիվտբաշյանը, Հրանուշ Ավակյանը, Հասմիկ Ղուկասյանը, Զարինա Բարսեղովան եւ հարց Յունի բանկից։ Ինչ որտեղ երբ աշնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0, առաջին խաղապուր։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Անանյան, Լսում եմ ձեզ։ ինձ հետաքրքիր է, ինչպես եք սովորաբար մոտիվացնում ձեր թիմին։ Դժվարությամբ, Այսինքն, դիկտատորական մեթոդներով։ դե դիկտատորականը ամենահեշտն է երևի, թե այդքան էլ դժվար չի։ Չէ, իմ թիմը ազատատենչ թիմը, պարոն հաղորդավար։ Հասկանալի է, հաջողություն եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ։ Ձեր դեմ խաղում է Հասմիկ Ղուկասյանը, մենեջեր Երևանից։ Միխայիլ Բուլգակովը մասնագիտությամբ բժիշկ էր, բայց հայտնի դարձավ որպես գրող։ Ուշադրություն հարցը։ Ինչի շնորհիվ, ըստ որոշ բուժառուների եւ ընթերցողների, դա հնարավոր դարձավ։ Ժամանակ։ Ձեռագիր կարող է նորմալ լավ ձեռագիր ուներ։ Չէ, իսկ ինքը հիվանդությունների պատմություններն էր լսում, պերսոնաժներ էր հավաքում, էլի։ Վատ բժիշկ էր։ Ինքը լավ բժիշկ չի եղել։ Ոչ պրակտիկալ։ Ուրեմն հիվանդների պատմություններն է հավաքի դրա համար։ Լավ վատ բժիշկ է եղել։ Ինչի շնորհիվ կարա ինքը դառնա գրող։ Լավ ձեռագիրը լավ վերս է։ Լավ ձեռագիրը։ Լավ ձեռագիր։ Այսինքն վատ բժիշկեր ուներ լավ ձեռագիր։ Լավ ձեռագիր։ Okay, տարբերակ աղ։ Էլ ինչ կարա լինի։ Էլ ինչ կարա։ Ինքը ինչա, բժիշկը պատմություններ է լսում, չէ՞, բարբերաբար։ Պացիենտներից։ Այսինքն ինքը լավ գրում էր այդ պատմությունները, այդ խարակտեր։ Դի ունենաց դու Շատ էր գրում, հա, ինչ որ սովոր է։ Նկարագրություններով էր գրում, հա, այտենց։ բայց ինչի՞ Ծավալում։ չէ, Կարող լավ հիշողություն։ ինչի շնորհիվ։ Կապը Պացիենտները տեքստում մենակ բժիշկա ու գրող։ Բժիշկա ու գրող է։ Այսինքն իրancs պատմությունները Անկետայի մեջ գրելուց ինչ որ շատ երկար էր գրում։ Կձևակերպես թե ես փորձեմ։ Վատ լավ ձեռագիր, վատ բժիշկ։ Ժամանակ, պարոն Անանյան։ Պարոն հաղորդավար, թիմը մի հետաքրքիր տվյալները, քանի որ մուտքային սեղմ էին, մենք փորձեցինք հարցի մեջ պատասխանը գտնել։ Սովորաբար բժիշկների ձեռագիրը գեղագիտությամբ աչքի չի ընկնում, լավ բժիշկներինն էլ առավել եւս, մենք բժիշկ ունենք թիմում, մեր նորեկը, խնդրեմ։ Եվ ենթադրում ենք, որ Բուլգակովի նվիրումը այդքան էլ չի եղել առողջապահությունը եւ որպես բժիշկ պրակտիկան մեջ չի եղել, բայց ունեցել է լավ ձեռագիր եւ այդ հիվանդությունների պատմությունները եւ այդ հիվանդների պատմությունները կարողացել է գեղեցիկ գրի եւ դա իրան օգնել է դառնալ լավ բժիշկ, որովհետեւ կերպարների բազմազանությունը Լավ բժիշկ։ Լավ գրող կներեք։ Հասկանալի է։ Այսպիսի մի համահավաք բան ունենք։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Անանյան,
Միխայել Բուլգակովը մասնագիտությամբ բժիշկ էր, բայց հայտնի դարձավ որպես գրող։ Նրա սրամիտ ընթերցողներն ու բուժառուները կատակում էին, որ նման բան տեղի ունենում այն դեպքում, երբ բժիշկն ունենում է ընթեռնելի ձեռագիր։ 1-0 հօգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athենք ընկերությունը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, ռոք երաժիշտ, մեներքիչ Empire Rock խմբի հիմնադիր Սարգիս Մանուկյանը նվիրում է ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերի աշխարհակարգ գիրքը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Զգացես, որ բժիշկ չի։ Պարոն Անանյան, Այո, պարոն Խավար։ այսօր երկու նոր թիմակից ունեք, մաթեմատիկոս եւ նյարդավիրաբույժ։ Իսկ ինչ եք կարծում, ինչ որտեղ երբի թիմի համար մասնագիտությունների առումով պետք է բալանսավոր պահել։ Կարծում եմ բժիշկ միշտ պետք է։ Եվ ակումբի հաջողակ եւ ամենաինտելեկտուալ գիտակների թվում է տեսակարար կշռի շեղումը վկայում է, որ թիմում բժիշկը երբեք չի խանգարում։ Արտակ Թադևոսյան, ձեր դեմ խաղում է Արտակ Թադևոսյանը, գործարար Երևանից։ Պարոն Անանյան, Այո։ խնդրում եմ ձեր ձեռքը առաջ ձգեք։ Որ մեկ։ Մեկը։ Ափը շրջեք դեպի վեր։ Բութմատը ուղղահայաց պահեք։ Ուզում եք մատներս դուրս ընկնեմ։ Հիմա ձեզ մնում է միայն ճիշտ պարզել ձեռքը եւ դուք կարողանաք ստանալ մոտավորապես նույն արդյունքը, ինչ միջնադարյան Ֆրանսիայի եւ հարավային Գերմանիայի բնակիչները։ Ուշադրություն հարցը. ինչ էին նրանք այդ կերպ փորձում անել։ Ժամանակ։ Եվ Ճիշտ բան անել, ինչ պետք է անենք ժողովուրդ։ ինչի միջնադարյան Ֆրանսիա եւ հարավային Գինու հետ կարա կապված լինի։ Շանս տվեր են ստանում, չգիտեմ։ Ինչ որ շշի հետ, բամ տիպ։ Հա դե գինեգործական ռեգիոնները, հա, բայց Սպերների թատրոնում ասենք բան է, ինչ որ Այս կարող է գինի լսնել։ օքեյ, լսեցի, ուրիշ։ բայց ինչ պետք է անենք։ Լավ, ինչ որ ուղղություն ցույց տալ, Ինչ արեցիր։ Գինին ճիշտ պահել, Թագավորների монարխիայի հետ ինչ կապ կա։ ռեգիոնի Ձերժաման պահել է թակավորները։ օքեյ, լսեցի, բայց ինչի Չէ, բնակիչները, Բնակիչները։ գարեջուրնա գինինա որնա։ Պետավոյ բան է։ Ինչ որ բան պիտի անես, հա, ինչ որ Բայց բան մատը է։ մնում բանի մեջ, հա։ Առաջ ես քաշում, սենց։ Հա, գինին ես լսնում, մատը Չէ, բայց շշի տակն է հագնում։ Ինչ որ կերասինի լամպ պահել, ինչ օգտագործած բան կա։ Տղեկ, դուք ռեգիոնները մոռացաք ոնց։ Միջնադարյան Ֆրանսիա, հարավային Գերմանիա։ Տակ, Գինեգործական արի է։ դա գինոգործականը, հա, դրա համար գինու վրա մտածեցի, բայց պրոստը ինչ են անում։ Ժամանակ, պարոն Անանյան։ Ճիշտ լցնել։ Սենց, չէ։ Պարոն Անանյան, ժամանակ։ Պարոն հաղորդավար, շատ բաներ մտածեցինք, բայց տրամաբանականի եւ անտրամաբանականի արանքում էր։ Բայց մի տարբերակ դուրներս եկավ, որովհետեւ գործ ունենք գինեգործական ռեգիոնների հետ, մենք ենթադրում ենք, որ գինոշիշը ճիշտ պահել եւ քանի որ խորություն ունի։ Ես այդպես հասկացա, դուք եք պատասխանում։ Այո։ Այո։ Այդ գինին ճիշտ լցնել։ Հասկանալի է։ Պարոն Մալխասյան, բարի երեկո ձեզ։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Մենք 1 րոպեի ընթացքում նկատեցինք օպերատորները ձեզ ցուցադրում էին, որ դուք ակտիվ քննարկում էիք։ Ձեր տարբերակը նույնն է։ Ոչ, մենք կարծում ենք ինչ որ չափման միավոր, բայց ինչ մենք էլ չհասանք ինչ որ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Միջնադարյան Ֆրանսիայի եւ հարավային Գերմանիայի բնակիչները ձեռքը պարզում էին դեպի արև եւ հիմնվելով մատի ստվերի վրա աչքաչափով որոշում էին ժամանակը։
1-1 Արտակ Թադևոսյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Այո, ինքնատիպ արևի ժամացույց է եղել դա։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա են Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարզյանը եւ գործատուի բրենդավորման պատասխանատու Լենա Աբրամյանը։ Բարի երեկո, հարգելի տիկնայք։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարզյան, Աթենք ընկերության վերջին կարևոր նախաձեռնություններից մեկը նոր արտադրական համալիրի կառուցումն է։ Արդյոք այն արդեն գործարկվել է։ Պարոն հաղորդավար, շնորհակալ եմ հարցի համար։ Այո, ուրախությամբ նշում եմ, որ արդեն մեր նոր արտադրական համալիրը գործարկվել է եւ սա մեր ընկերության համար պատմական փուլ է։ Մեր արտադրական համալիրը կառուցվել է Գետամեջ համայնքում, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում։ Այն մեզ թույլ է տալիս հավելացնել մեր արտադրական ծավալները, ինչը նշանակում է, որ մենք ավելի ճկուն ենք լինելու մատակարարման հարցում, բայց եւ այնպես շատ ուշադիր հետևելու ենք, խիստ պահպանվելու են բոլոր նորմերը արտադրության յուրաքանչյուր փուլում։ Գործարանը կառուցված է ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ, որոնք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան են։ Կարող եմ նշել նաև, որ այս գործարանը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել մեր արտադրական ծավալները եւ մեր ներկայությունը ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև միջազգային շուկաներում։ Եվ գուցե մի փոքր էմոցիոնալ հնչի, բայց այս շինությունը մեզ համար պարզապես նոր գործարան չէ, սա մեր ռազմավարական տեսլականի կարևոր ուղենիշերից մեկն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ղարզյան։ Այդքան բան նշեցիք, բայց ես կարծում եմ մի շատ կարևոր բան բաց թողեցիք, ավելացնեմ։ Ենթադրում եմ, որ դա նաև ավելացրել է աշխատատեղեր։ Այո, պարոն հաղորդավար, իհարկե։ Ինչը կարծում եմ ոչ պակաս կարևոր է այսօրվա Հայաստանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Միրզոյան։ Այո։ Երկրների ցանկում, որոնք երբեք չէիք ցանկանա այցելել, առանձնացրել եք Բանգլադեշը։ Այո։ Որն է դրա պատճառը, համեմատել եք Երևանի թաղամասի հետ։ Չէ, ես հենց այդ էի ուզում ասել, Երևանյան Բանգլադեշի հետ կապ չունի։ Ինչքան հետաքրքրվել եմ, Բանգլադեշը բավականին վտանգավոր տեղ է առողջության համար։ Ես իմ առողջության համար շատ մտահոգ եմ։ Երևանի նման։ Երևանի Բանգլադեշի նման։ Չէ, Երևանի ընդհանրապես, Երևանի փոշին, որ նայում ենք, ոչ պակաս վտանգավոր է հիմա դարձել։ Երևանի փոշին հարազատ է դարել, իսկ Բանգլադեշին չէ։ Ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի մրցանակակիր Հովանես Սմոյանը, նկարիչ Գյումրիից։ Ուշադրություն, սև արկղ։ Ռաֆայել Նադալը հասնում է գնդակին, երբ այն գտնվում է գետնից մոտ 40 սանտիմետր բարձրության վրա եւ հարվածում այնպես, որ գնդակը օդում շրջանցելով կորտի սահմանները վայրեջք է կատարում կորտի մեջ։ Իսպանացի անվանի թենիսիստի նմանատիպ հարվածները արտառոց հետագծի պատճառով անվանակոչել են ի պատիվային բանի, ինչն այժմ գտնվում է սև արկղում։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում։ Ժամանակ։ Ինչ է, սենց Բանան։ բանա, հա։ Բանան, Նման է։ Բանանովի ուդար։ Ուրիշ Պայտ։ Բումերանգ։ պայթ ստեղ ներքևից վերև Խորություն խռնում է ունի։ այս կողմով իջնում է։ 40 Այսինքն ինչ որ սանտիմետր, հա։ 40-ից բարձրանում է վերև, եթե սենց Այս էլ ինչ կարա, էլ ինչ կարա անի։ բան լինի։ Այնքը բանը շատ է ուտում մեկ է, հա։ Էլ ինչ կորության բան է, այսինքն ինչ անում, ներքևից խփում է, վերևից թռնում, սենց ինչ որ Այս սենց է ֆռում, էլի, այս սենց ֆռում է։ Բումերանգ, շրջանցում բայց է։ հետ պիտի գա։ Չէ, բումերանգը հետ է գա։ ուրիշ էլ էս տեսակի, ներու աղեղ, ինչ Բանան կամ որ պայտ ապ է, այդ երկուսը։ Պայտը պրոստա շատ է սենց, է։ Շատ է մի քիչ։ Հա, ինքը սենց կիսա։ Աղեղ չի լինի ստե հաստատ։ նետու աղեղի Չի լինի ստե։ Էստե չի լինի։ Չեն դնի մեջ։ Էլ ինչն է այդ ձևի։ էլ ինչ կա։ Ժպիտ է, էլ, բայց Ժպիտ չի լինի։ առարկա մեջ պետք է է լինի։ դնես։ Առարկա։ Մոտեր բանանա։ Պրոստա ֆուտբոլում կա բանանովի ուդար։ Վա,
Պրոստա տեղ ենք գնում, ներքևից ինքը թռնում է վերև, իջնում է։ չէ, ինքը կորությունն է տալիս։ Ժամանակ, պարոն Անանյան, ով է պատասխանում։ Գառնիկ Միրզոյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Միրզոյան։ Պարոն հաղորդավար, ըստ կորագծի հարվածը նմանվում է բանանի։ Ֆուտբոլում գիտեք, բանան հարված կա, միգուցե Նադալի հարվածն են բանանին նմանացրել ու անունը տենց դրել։ Բանանն է սև արկղում։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ռաֆայել Նադալի հարվածներն իրենց հետագծով հիշեցնում են, բացենք սև արկղը։ Պարոն Միրզոյան, բանանը ինչից եւ ստացել է հարվածն իր անվանումը, 2-1 հոգուտ գիտակների։ Չորրորդ խաղափուլ։ Պարոն Միրզոյան, Այո, դուք ձեր թիմի ուժեղագույն գիտակ եք համարում Հայկ Մինասյանին։ այո։ Բոլորս։ Իսկ ինչ եք կարծում, պարոն Մինասյանի անակնկալ բացակայությունը վերջին խաղում ազդեց թիմի ցուցադրած խաղի վրա։ Միանշանակ ազդեց, բացի նրանից, որ մենք կորցրեցինք բավականին ուժեղ խաղացող անցած խաղին, մենք բոլորս անհանգստանում էինք, մենք բոլորս ոչ լավ հոգեբանական վիճակում էինք Հայկ Մինասյանի բացակայության պատճառով, դրա համար անցած խաղը մենք խաղացինք մեր հնարավորությունից բավականին ցածր։ Հասկանալի է։ Բոլորի հետ համաձայն են թիմում։ Ձեր դեմ խաղում է Աննա Արշակյանը, ուսանողուի վաղ արշապատից։ Երբ մարդը երկար նայում է կարմիր գույնին, իսկ հետո սպիտակին, նրա աչքերում առաջանում են կանաչ պատկերներ, ինչը խանգարում է տեսողությանը։ Սպիտակը կապույտ կամ կանաչ գույներով փոխարինելը նվազեցնում է այդ խնդիրը, քանի որ այդ գույները ավելի քիչ կոնտրաստ են ստեղծում կարմիրի հետ։ Ուշադրություն հարցը։ Հաշվի առնելով այս հանգամանքը, որ ոլորտում 1914 թվականին փոփոխություն կատարվեց ժամանակ։ Թվում է վիրաբուժության մեջ, որտեղ սավանները կամ կանաչ են կամ Շատ լավ, որ սպիտակ չեն ելնում բաները, կապույտ են ելնում։ արյունից հետո Շատ լավ։ Ուրիշ։ Իզուր մի իջացրա, դրել ես։ Բայց մեկը քննարկելու էր մեկը, քննարկելու էր։ Լավ, ուրիշ բան։ Կինո նկարելուց ասենք կանաչ։ Եկեք մի հատ Կարմիր որտեղ շատ կա, բացի բժշկությունից։ Կարմիր գույն որտեղ ուրիշ տեղ կա։ Չէ, Հա, ուսանողների։ Սենց բան հայ էլ ինչ կարա ալնի։ Էլ պերմանենտ կարմիր որտեղ կարա ալնի։ Խոհարարության մեջ չգիտեմ։ Չէ, դե խոհարարության մեջ տարբեր գույներ կա։ Պլյուս հիմա սպիտակ չեն հատկացնել, գալոբոյա կամ ռոզովի տենց։ Այսինքն պերմանենտ կարմիր, կանաչ։ Արյունից հետո հայ, իսկ խալաթին նայելու։ 14 թվականից հետո որտեղ համաշխարհային պատերազմը։ Հա, դե փոխել են հետո ասում։ Սպիտակ գույնը։ Երկար չես նայ։ Պարոն հաղորդավար, թիմի նորեկներից Արմենը Նազարյան կպատասխանի այս հարցին։ Լսում ենք ձեզ, պարոն Նազարյան։ Պարոն հաղորդավար, ենթադրում ենք, որ երկարատև կարմիր գույնին արյանը կամ այլ հյուսվածքներին նայում են վիրաբույժները եւ իրենց խալաթներն ու սավանները փոխել են կանաչ կամ կապույտ գույների, որպեսզի այս խնդրից ազատվեն։ Պարոն Նազարյան, դուք նյարդավիրաբույժ եք։ Իսկ դուք ինչ գույնի եք հագնում։ Մեզ մոտ կապույտ են։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Փոփոխությունը կատարվեց, պարոն Նազարյան, վիրաբուժության ոլորտում, երբ վիրաբուժները նայում էին արյան կարմիր գույնին, իսկ հետո սպիտակ համազգեստին, նրանց աչքերում առաջանում էին կանաչ պատկերներ, ինչը խանգարում էր տեսողությանը եւ կենտրոնացմանը վիրահատության ընթացքում, որպես լուծում առաջարկվեց փոխարինել սպիտակ համազգեստը կապույտով կամ կանաչով։ 3-1 Պարոն Նազարյանը առաջինից խաղում բերում է երրորդ միավորը իր թիմին։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Ժամկոչյանը։ Բարի երեկո, պարոն Ժամկոչյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Ժամկոչյան, Իտալ Սոլարի այցեկարտերից մեկը 30 տարվա երաշխիքն է, որով դուք մտաք շուկա։ Հիմա
Հետահայաց, արդյոք չեք մտածում, որ ռիսկային խոստում է։ Շնորհակալություն հարցի համար, պարոն հաղորդավար։ Իհարկե, բիզնեսն ինքնին ռիսկային որոշումների ամբողջություն է, բայց որպեսզի այդ ռիսկերը կառավարելի դառնան եւ կարողանանք զսպել, մշտապես ուսումնասիրում ենք շուկան, նորացնում ենք մեր պրոդուկտների թիվը, որակը, նաեւ լավացնում ենք դրան։ Օրինակ, այժմ տեղադրվում են միայն 625 վաթ հզորությամբ լոնջի ապրանքանիշի արևային վահանակներ, որոնք այսօր անվիճելի առաջատար են շուկայում։ Եվ ուրեմն բոլոր երաշխիքները եւ դրանցից բխող բոլոր ռիսկերը մեր կողմից վերահսկելի են եւ կառավարելի։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ, ինձ մնում է հիշեցնել, որ այս խաղի լավագույն հարցի հեղինակին Ital Solar ընկերությունը կտրամադրի 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Նազարյան, Այո, պարոն հաղորդավար։ ձեր այցելած երկրներից ձեզ հատկապես տպավորել է Ճապոնիան։ Իսկ ինչ առիթով եք այնտեղ եղել։ Այնտեղ եղել եմ դպրոցական հասակում, միջազգային օլիմպիադայի ենք մասնակցել կենսաբանությունից։ Իսկ ինչ հաջողություն եք գրանցել այդ Այդ օլիմպիադայում։ տարի Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում, դեռ լավ պատրաստված չէինք, այդ անգամ հաջողություններ չենք գրանցել, բայց վերջին տարիներին մեր աշակերտները մեծ հաջողություններ են ունենում, ինչով մենք շատ հպարտանում եւ ուրախանում ենք։ Մենք էլ երեխաների հաջողությամբ երևի թե բոլորս ենք ուրախանում։ Ձեր դեմ խաղում է Հրանուշ Ավագյանը, տնային տնտեսուհի Վանաձորից։ Հարցը նկարահանվել է անձամբ մեր հեռուստադիտողի կողմից։ Ուշադրություն էկրանին։ Բարև ձեզ, հարգելի գիտակներ։ Ես կարծում եմ այս հարցը հենց ձեզ համար է։ Նոբելյան մրցանակի դափնեկիր քիմիկոս Լայնուս Փոլինգն ասում էր. լավ միտք ծնելու լավագույն միջոցը ուշադրություն հարցը։ Շարունակեք խնդրեմ հանրայդ գիտնականի խոսքը, նկատի ունենալով, որ նույն կանոնով եք առաջնորդվում նաև դուք։ Ժամանակ։ Լավ միտք ծնելու քննարկումն է, brainstorming-ն է։ Քիմիկոսը Մենդելեևի բանով կարող քնել, մենք չենք քնում։ Մենք չենք քնում, հա։ Խոսելն է, բանակելն է, Դիսկուսանելն է։ լավ միտք ծնելու լավագույն միջոցը։ Որտեղ է այդ տեղը նկարելը կապում։ Շապելը լրության մեջ չի լում, չէ, մենք չենք լռում։ Խոսում ենք։ Մի րոպե Բոլոր սեղանի շուրջ Բայց բոլոր սեղանի շուրջ բան չենք անում։ Անում եք նաև գործողություն պիտի լինի։ լսելը, Իրար լսելը։ Դա Շատ հենց հարցը հասնում։ լսելը։ հենց ձեզ համար է։ Հարցը ձեզ համար է։ Լավ մի ծնելու լավագույն։ Գրելը խոսքի։ Հա։ Գրելը չէ, բոլորը չեն գրում։ Հիմա ինչ ունենք քննարկել, brainstorm-անը, լսելը բայց շատ լավն է։ Բոլորին լսելն է։ Լսել եւ փորձել։ Իրանն էլ ենք մենք լսում, էլի։ Որտեվ եթե չես լսում, դու չես կարող ռեֆլեքսիա չունես։ Ժամանակ, պարոն Անանյան, ով է պատասխանում։ Ասես, դե այսօր պիտի Արմենը փայլի։ Լսում ենք ձեզ, պարոն Նազարյան։ Մենք գտնում ենք, որ ճիշտ պատասխանին այս անգամ էլ փորձեցինք գալ իրար լսելով եւ մյուսներին լսելը եւ այդ ընթացքում մտածելը միտք գեներացնելու հիմնական ամենալավ մեթոդն է ըստ քիմիկոս Նոբելյան մրցանակակրի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Երբեմն առաջին միտքն ամենափայլունն է լինում, սակայն դուք հարգելի գիտակներ, միշտ նոր գաղափարներ եք փնտրում։ Լայնուս Փոլինգն ասում էր. լավ միտք ծնելու լավագույն միջոցը բազմաթիվ մտքեր ծնելն է։ Բազմաթիվ մտքեր ծնելը։ 3-2 հոգուտ գիտակների Հրանուշ Ավագյանը բերում է երկրորդ միավորի իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ 6-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն։ Ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@shnik.am էլեկտրոնային հասցեով։
ինչպես նաև 3W TV-y.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Պատրաստ ես։ Սուպեր բլից, 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Անանյան, ով է մնում սեղանի Հայկ Մինասյանը։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Մինասյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Իսկ հիմա լռություն դահլիճում, ուշադրություն, առաջին հարցը։ Ձեր դեմ խաղում է Ռազմիկ Գաբրիելյանը Արարատից։ Ուշադրություն էկրանին։ Ռազմիկը հետաքրքրվում է։ Ինչ է այս կերպ գովազդել նոթատետրեր արտադրող ընկերություններից մեկը։ Ժամանակ։ Պարոն Մինասյան, Ենթադրում եմ գովազդում է, որ ջրակայուն են այդ նոթատրերը։ ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Նոթատետրեր արտադրող ընկերություններից մեկն այս կերպ գովազդել է ջրակայուն բլոկնոտներ, որոնցում կարող եք գրառումներ կատարել անգամ հորդառատ անձրևների ժամանակ։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Բուդապեշտ քաղաքի հյուրանոցներից մեկն իր այցելուներին առաջարկում է զովացնող կոկտեյլ։ Մարմարե արծվի մրցանակակիր Աննա Աստանյանը Երևանից հարցնում է. խորհրդանշական ինչ տեսք ունի բաժակը, որով մատուցում են այդ կոկտեյլը։ Ժամանակ։ Ժամանակ։ Եթե զովացնող խորհրդանշական կարծում եմ սառույցի խորանարդի միգուցե։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Իսկ խորհրդանշական Հունգարիա, ինչը։ Կուբիկ Ռուբիկ։ Ուշադրություն էկրանին։ Կոկտեյլը մատուցում են հունգարացի գյուտարար Էրնյո Ռուբիկի ստեղծած խորանարդի տեսք ունեցող բաժակով։ 3-3։ Աննա Աստանյանը բերում է 3-րդ միավորի իր թիմին եւ հավասարեցնում հաշիվը։ Եվ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Մանա զովացուցի վրա գնաց։ Շարունակում ենք խաղը։ Պարոն Անանյան, առաջարկում եմ մոռանաք Մոռացել եմ 0-ից։ Այո, շատ ավելի լավ է։ Եվս որ հաշիվը 3-3 է։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Պարոն Մինասյան, Այո, պարոն հաղորդավար։ դուք երազում եք, որ մարդկանց մեծամասնությունը ձեզ հետ համակարծիք լինի շատ հարցերում։ Ինչի համար է դա ձեզ անհրաժեշտ։ Այդպես ավելի հեշտ կլինի, կարծում եմ։ Ում համար։ Մարդկանց։ Ինձ։ Իսկ մարդկանց, որոնք այնուամենայնիվ ուզում են յուրովի մտածել։ Մարդկանց ինձ թվում է լավ կլինի ամեն դեպքում։ Ձեր դեմ խաղում է Գևորգ Հովանիսյանը, տնտեսագետ Բժնի գյուղից։ Ուշադրություն, պաստառ։ Քսաներորդ դարի վերջերին անգլիական ֆուտբոլում դեռ տարածված էր մի երևույթ, որն այսօրվա ֆուտբոլում շատ հազվադեպ կարող ենք հանդիպել։ Ուշադրություն հարցը։ Ինչ էր ակնարկում Միդլսբրո ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը իր նորեկ Բրայան Ռոբսոնին 1994 թվականին ներկայացնելով նման արտասովոր
կերպով։ Ժամանակ։ Մենեջերով խացող, մարզիչ խաղացող։ մանեջերով խացող, պիտի մատ դնե յա։ Այ իմ մոտել էր։ Պարոն Այք, դու Ռուբիկ կուբիկը Պիտի մատ դնե։ մատ դնես։ Ոչինչ։ Մտածում ենք Չէ, դա Պարոն հաղորդավար, մենք եկեք ժամանակը խնայենք մեր եթերային թանկարժեք րոպեները։ Լսում եմ ձեզ։ Կարծեմ Գառնիկի եւ Հայկի մոտ զուգահեռ ծնվեց, երևի Գառնիկը պատասխանի։ Լսում ենք ձեզ։ Պարոն հաղորդավար, ժամանակին շատ տարածված էր, երբ խաղացողները, տարիքով խաղացողները նոր ակումբ էին գալի, իրանք համ մարզիչի, Անգլիայում մենեջերի, համ խաղացողի պարտականություններ էին կատարում։ Օրինակ Չելսիում Զոլանն էր, չէ՞։ Գուլիտը, հա, Գուլիտն էր, համ մարզիչ էր, համ խաղացող։ Նկարում տեսնում ենք կիսով չափ օֆիսային հագուստ, պիջակով, ինձ թվում է խորհրդանշում է իր մարզիչային դերը, ամպլուան, իսկ ներքևում Միդլսբրոյի կես շորերն ենք տեսնում, ինձ թվում է այդ էլ խաղացողի արդեն ամպլուան է խորհրդանշում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Անգլիայում այդ ժամանակ տարածված էին խաղացող մարզիչները նման արտասովոր կերպով Միդլսբրո ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ակնարկում էր, որ Ռոբսոնը թիմում լինելու էր եւ խաղացող եւ մարզիչ։ 4-3 Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Լավ ձեզ, պարոն Արտավար։ Պարոն Հակոբյան, նախ թույլ տվեք ողջունել ձեզ, մենք այս եթերաշրջանում առաջին անգամ ենք հանդիպում, ինչ կարծիքի եք թիմի մասին, խաղի հարցերի, ինչպես միշտ։ Այս վերջերս ես ավելի շատ հանդիսանում եմ որպես երևի ոչ թե հեռուստադիտող եւ հարցեր ուղարկող, քան թե որպես հովանավոր։ Բայց ամենադեպս խաղը դիտվում է, հետարքիր դիտարժան խաղ է, իմ կարծիքով արդյունքը կլինի պարոն Արյանի թիմի համար դրական։ Ամենադեպս ես այդպես հույսեր ունեմ եւ դա իրան նրան մաղթում եմ, դինամիկ հետարքիր խաղ է, միջին դժվարության հարցերով սենց անվանեմ։ Հասկանալի է։ Համաձայն եմ առայժմ ձեզ հետ, այն ինչ որ տեսել ենք, դուրս է եկել։ Դե հիմա չգիտեմ։ Ապագան ոչ մեկ չգիտի։ Դուք ասացիք, որ ավելի շատ վերջին շրջանում որպես հեռուստադիտող եք, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան ինչի մասին է խոսքը, պարոն Հակոբյանը Յունիբանկի հարցերն է ուղարկում, ոչ թե առանձին հարցեր։ Թեև Յունիբանկից կան աշխատակիցներ, օրինակ Աննան Աստանյան, որը որպես հեռուստադիտող շատ վաղուց խաղում է եւ ուղարկում է իր հարցերը, պարոն Հակոբյանին կարող եմ նաեւ տեղեկացնել, որ ինքը մրցակից ունի։ Աննան Աստանյան արդեն Յունիբանկի համարել է հարց ուղարկել։ Փաստորեն։ Հաշվի կառնենք աշխատավարձի մեջ։ Շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Պարոն Անանյան։ Այո։ Քանի որ մենք խաղը սկսեցինք մոտիվացիայի մասին երկխոսությամբ, մի այսպիսի հարց, ձեր դուստրերի հետ ժամանակ առ ժամանակ շախմատ եք խաղում, իսկ եղել է, որ դիտավորյալ պարտվեք երեխաներին մոտիվացնելու համար։ Մի քանի անգամ այո, եղել է։ Իսկ դա ճիշտ մոտեցում է, թե սխալ է։ Ընդհանրապես չի օգնում։ Ավելի լավ է հետը նստես բացատրելով, իրան ուժեղացնելով, խաղաս ոչ հաղթանակի ու պարտության, այլ խաղի համար, քան ցուցադրաբար պարտես, որտեվ երեխաները կեղծիքը զգում են միանգամից։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր Զարինա Բարսեղովան, դիվանագետ Մասիսից։ Վերջերս դիզայներ Պատրիկ Ֆրեյը ստեղծել է արտասովոր մի շարֆ, որի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն սովորական գործած շարֆ է, բայց անսովոր նախշով։ Դիզայներն իր աշխատանքին տվել է խորհրդանշական անուն՝ Գրեգոր։ Այս շարֆը ոչ միայն հագուստի պարագա է, այլև կարող է ծառայել որպես ինտերիերի մաս։ Ուշադրություն հարցը։ Ինչ է պատկերված շարֆի վրա, բացի իր բուն նշանակությունից, էլ որպես ինչ այն կարող է օգտագործվել։ Ժամանակ։ Կարող է խաղում նմանա։
Գրեգոր, բայց Գրեգոր ով է։ Վերջերս։ Ագարո խալունը Կոնոր Մագրեգոր։ խալուն Պիտեր Ֆրայ։ Կոնոր Մագրեգորը լավն է, կարա որպես բան։ Իսլանդացի, իռլանդացի։ Որպես չեմպիոնության գոտի։ Բայց ինտերիերի Վիսկի ունի, կարող է վիսկի հետ կապված Պատից Մագրեգորի կարա վիսկի։ ուրիշ Գրեգորներ։ Որտիպը welcome, չգիտեմ։ ուրիշ Welcome։ ինչ շարֆ է, վզիտ ես կապում։ Էլ ինչ կարաս անի։ Պիտեր Ֆրայ, Ինչ բան կարա լինի, ինչ նախշ կարա լինի վրան։ Տարօրինակ նախշը, անսովոր նախշը, ինչ պիտի լինի։ Տանը ինչ շարֆը ինչ ոնց կարա սոխտա։ Ադե ու որպես ուղեգորգ, որպես ասենք դիվան սպրոց, ինչ որ չգիտեմ։ Վերին որ Ամենից կարաս օգտագործել, բայց ինքը տրամաբանություն պիտի ունենա այդ տանը օգտագործելու համար, հասկանում։ Գրեգորով կամ Մենդել։ Գրեգոր, Գրիգոր, Վերջերս ինչեր է եղել։ Ապս Կաղամ Բանսի դրան դիմացի վերջը մի բան։ Մտա մոռացի Մագրեգորը։ Սոցիալական դիստանցիա պահելու համար։ Ինչի՞։ Մետր է տիպը 1.5։ Բայց տանը ինչի՞ է։ Նախշը ինչ կա։ Ինչ բան պիտի վերևա։ Ով է պատասխանում։ Քանի որ 1 րոպեի ընթացքում մենք հնարեցինք ոչինչ, փորձեմ ես ինչ որ մի բան ձևակերպել, բայց առանց աճ եւ ձախ ընկնելու։ Ենթադրում ենք, որ արտասովոր նախշը եղել է բարի գալուստ welcome բառը եւ օգտագործվել է դրան վերևում որպես յուրատեսակ վարակույչ, որ ողջունել է տան այցելուներին։ Հասկանալի է։ Ուշադրություն ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Շարֆի վրա պատկերված է օրացույց 12 ամիս շաբաթվա օրեր եւ ամսաթվեր։ Շարֆի եզրը կարելի է քանդել ըստ անցնող օրերի, այսպիսով այս շարֆը կարելի է օգտագործել որպես փոկովի օրացույց։ Դիզայները շարֆն անվանել է Գրեգոր իպատիվ Գրիգորյան օրացույցի։ 4-4 Զարինա Բարսեղովան բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ ստանում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Պիրոև, Այո, պարոն Աղա։ բարի վերադարձ մեր հերոստակումբ։ Շնորհակալություն։ Մեր ակումբում դուք 2 անգամ չեմպիոն եք հռչակվել Հայկ Ղազազյանի թիմի կազմում։ Այո։ Խաղացել եք նաև Էմիլ Միրզոյանի թիմի կազմում։ Այո։ Այսօր արդեն Արամ Անանյանի թիմում եք։ Այո։ Հետաքրքիր այս 3 ավագներից ում հետ արշավի կգնայիք։ Կռիվ եք ցում պարոն հաղորդավար։ Ինձ թվում է 3-ի հետ էլ միասին։ Ամեն մեկը յորովի է։ Բոլորը իրար հետ կլինեք, թե առանձին 3-ի հետ էլ կգնաք։ Բոլորը իրար հետ։ Սլաքի ուղղությամբ Յունիբանկ։ Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող հաղորդակցության թանգարանը ներկայացնում է կապի պատմությունը, կենտրոնանալով փոստային ծառայությունների եւ հեռահաղորդակցության վրա։ Ցուցադրված են բազմաթիվ հին հեռագրեր, հեռախոսներ, ֆաքսեր, ռադիոսարքեր եւ հեռուստացույցներ։ Թանգարանն ունի նաեւ արվեստի տպավորիչ հավաքածու։ Դրանցից ամենահետաքրքիրը Ժան-Լուկ Կորնեկի կողմից նախագծված ոչխարներն են։ Ուշադրություն հարցը։ Ինչից են պատրաստված այդ ոչխարները։ Ժամանակ։ Կապը ոչխարների։ Կապը Սպիտակ ինչ որ կենթակերպարներ են տղեկ։ Հավաքած։ Կապի լարելի, մատոկ։ Բաները հերախոսի այն որ տրուբկայի ինքը խառնված, որ խճճում է ինքը ոչխար է կապի։ ուրիշ տարբեր դիոդներից։ օքեյ ուրիշ ֆաքսի թուղթ Հեռագրեր։ հերագրերի բաբինը չէ ինքը չի ճմրթած թուղթեր, Դրոշմա պիտակներից, նամակներից, չէ։ Էլ ինչ կապ ունի դրոշմապիտակ, ապեր ինքը խուճուճ բան։ Ցելոֆոնատիպ են։ Ոչխար տեսել ես կյանքում։ Սաղ տեսել եմ։ Սաղ։ Բե։ Ուրիշ ինչ կարա անել։ Այն ճտտսնող ցելոֆոնը նման է։ Ճտտսնող կապի հետ կապ ոչխար չունի, ապեր։ Նման է։ Կապի հետ ինչ կապ։ Կապի հետ պետք է կապ ունեցող։ Ապե ֆաքս, Ֆաքս, հեռախոս, էլեկտրոնային այդ բանը, լարը, որ ընկալուչը միանում է հեռախոսի։ Լավն է, հա, մտի։ Տարօրինակ լռություն էր վերջին 5 վայրկյանը, պարոն Անանյան։ Լսում ենք ձեզ։ Պիրոև։ Լսում ենք ձեզ, պարոն Պիրոև։
Թիմը կարծում է, որ դա հերախոսին հաղորդիչը հերախոսին միացնող այդ խուճուճավոր լարն է, որ միշտ սովետի ժամանակ, լայն ժամանակ, երբ որ դիստանցիոն հերախոս չկար, միշտ ինքը խճճված վիճակում էր ու ամեն անգամ հերախոս վերցնելու իման էր անում։ Դուք այդ ժամանակ տեսել եք այդ հեռախոսները, խոսացել եք։ Մեր տանը ունեցել ենք դաժե։ Հասկանալի է։ Տարիքը ներում է։ Այո։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ֆրանկֆուրտի հաղորդակցության թանգարանն ունի նաև արվեստի տպավորիչ հավաքածու։ Դրանցից ամենահետաքրքիրը Ժան-Լուկ Կորնեկի կողմից նախագծված ոչխարներն են, որոնք ուշադրություն էկրանին պատրաստված են լարով հեռախոսներից 5-4։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athենք ընկերությունը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի պլանավորման և հաշվետվությունների վերլուծաբան Լինետ Ալեքսանդրյանը։ Բարի երեկո Տիկին Ալեքսանդրյան։ Բարի երեկո պարոն հաղորդավար։ Տիկին Ալեքսանդրյան, եթե այս պահին որոշեինք, թե ով է լավագույն գիտակը թիմի, ում կասեիք, ում կնշեիք։ Ճիշտն ասած, մի քիչ շատ բարդ է այս հարցին պատասխանելը, քանի որ այստեղ համախմբված են եւ փոխգործակցում են տարբեր մասնագիտություններով մարդիկ, որոնք որ ինձ շատ հաճելի է տեսնել իրենց թիմային աշխատանքը։ Ինձ թվում է նրանք բոլորն էլ հավասարաչափ ունեն իրենց ներդրումը, իրենց հաջողության մեջ։ Այս բանկը դժվարանամ պատասխանեմ, գնահատում եմ թիմի, ամբողջ թիմի ներդրումը։ Ավելի հեշտ հարց։ Փորձենք։ Որ հարցն է ամենաշատը դուր եկել ձեզ այսօր։ Այն երևի այդ շարֆի հարցը, օրացույցի հետ կապված։ Օրացույցի հետ կապված հարցը։ Այո։ Շնորհակալություն, ինչ կմաղթեք թիմին։ Ինձ թվում է մաղթելու բան չունի, որտեվ համոզված եմ, որ դրական ելքով է ավարտվելու խաղը թիմի համար։ Հաջողություն։ Ես ձեր փոխարեն այդքան վստահ չէի լինի Տիկին Ալեքսանդրյան։ Շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Պարոն Պիրոև։ Այո։ Դուք մեր հեռուստաակումբի թերևս միակ գիտակն եք, որը չի օգտվում սոցիալական ցանցերից։ 2017 թվականից։ Մինչ այդ օգտվել եք։ Հա։ Իսկ ինչն է եղել պատճառը, որ հրաժարվել եք։ Հասկացա, որ շատ ժամանակ եմ, այդ ժամանակ ես ապրում էի Ռուսաստանում, հասկացա, որ շատ ժամանակ եմ ծախսում իմ կյանքից, նայելով Հայաստանում, թե ինչա կատարվում։ Ու մի օր ջնջեցի։ Իսկ ինչպես Արամ Անանյանին հաջողվեց գտնել եւ թիմ հրավիրել ձեզ, Արևիկ Սարգսյան։ Ես ունեմ Telegram, ունեմ հեռախոս։ Բոլորին հասանելի է։ Telegram-ից չեք հրաժարվել, հասկանալի։ Ոչ։ Ձեր դեմ խաղում է Արևիկ Սարգսյանը, ռադիոինժեներ Երևանից։ Չինաստանում, ինչպես հայտնի է, արտադրում են բարձր տեխնոլոգիական բազմաթիվ սարքավորումներ։ Այնուամենայնիվ, 2000-ական թվականների սկզբին չինացի գիտնականները հետազոտություն անցկացրեցին եւ եկան այն եզրահանգման, որ անհրաժեշտ է նպաստել գիտական ֆանտաստիկայի ժանրի զարգացմանը Չինաստանում։ Ուշադրություն, հարցը։ Ինչն է դրդել չինացիներին այդ հետազոտության անցկացմանը։ Ժամանակ։ Ֆիլմերը։ Կարող է Արմագեդոն կինո նայել։ Ինչի։ 2000 որտեղ կարող է իրանք ինովացիայով հետ էին մնում։ Ինչ է անում ֆանտաստիկ գրականությունը։ Դու ֆանտաստիկ գրականության մեջ գյուտերը իդեալների պակասը, իսկ կարող են, հա, էլի որ հետո իրականանում են։ Կոպիա ինչի անում 2000-ականներից սկզբից։ 2000-ականների։ Այսինքն նկարում էին ֆիլմեր, որը քիչ ինովացիա չկա, երևակայությունը չկա, հա։
Ժուլ Վերնը ասել է այս տեղի ունենում, մեկը գծել է, չէ՞ Սուզաննա։ հենց այդ կանխատեսել Ուրիշ վերսիա, ինչ կարա լինել։ կամ կինոներում են։ Մյուս բանը, որ ամեն ինչ կինոներում Ամերիկա կենտրոն է, իրանք ուզում են մի քիչ Չինա կենտրոն բան։ Բայց դեպքում գիտական ֆանտաստիկան, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Կանխատեսեն էլի, հա, ասենք Ժուլ Վերնն էլ է կանխատեսել, լիքը ռեժիսորներ։ 2000-ականների սկզբի հետ լավ է բռնում է 2000-ականների։ Այսինքն ինովացիան իրանք Կոպի են անում, թազաբան չեն անում։ Հա, գյուտեր, չինական գյուտերի դրա վրա են։ հա, չինական թազաբան չկա, էլի, կոպի են անում։ Ժամանակ, պարոն Անանյան, ով է պատասխանում։ Ես կփորձեմ ձևակերպել, չափազանց շատ եմ այսօր փորձում ձևակերպել։ Պարոն հաղորդավար, մի քիչ ես գիտական ֆանտաստիկայի մասին ինչ գիտեմ, որ գիտական ֆանտաստիկան սովորաբար գիտատեխնիկական առաջընթացի ամենակարևոր շարժիչ ուժերից մեկն է, որ ես նոր էի ընթերցում, փոքր էի։ Մաման ինձ խորհուրդ էր տալիս, ինքը տեխնիկական գիտությունների մասնագետ է, մաթեմատիկոս է, կարդալ գիտական ֆանտաստիկա եւ դրա մեջ տեսնել ապագան, որտեվ ինչ կանխատեսել են ֆանտաստները, այսպես թե այնպես տեղի է ունեցել։ Եվ ենթադրում եմ ժամանակն է պատահական չի, որտեվ 2000-ականների սկզբին ինովացիա որպես այդպեսին Չինաստանում չկար, այո, իրանք կարողանում էին շատ լավ կրկնօրինակել տարբեր գյուտեր, բայց սեփական գյուտերի պակասը եւ այդ պակասը լրացնելու ցանկությունը եւ այդ ինովացիան ունենալու ցանկությունը հենց բերեց այն մտքին, որ Չինաստանում պիտի խթանվեր գիտական ֆանտաստիկան, որպեսզի այդ ֆանտաստիկայի հիմքի վրա զարգանար ինովացիան, նորարարությունը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Անանյան, չինացի գիտնականները փորձում էին հասկանալ, թե ինչու են Չինաստանում արտադրում բարձր տեխնոլոգիական բազմաթիվ սարքավորումներ, սակայն դրանք հորինում եւ նախագծում են այլ երկրներում եւ ոչ թե Չինաստանում։ Արդյունքում հետազոտողները եկան այն եզրահանգման, որ Չինաստանում անհրաժեշտ է զարգացնել գիտական ֆանտաստիկայի ժանրը, ազգի կրեատիվ մտածողությունը զարգացնելու նպատակով։ 6-4 հոգուտ գիտակների ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Միքայել Պիրոև, Արմեն Նազարյան, Հայկ Մինասյան, Գևորգ Գևորգյան, Գառնիկ Միրզոյան եւ թիմի ավակ Արամ Անանյան։ Պարոն Անանյան, այո, չգիտեմ ինչ հաջողություն կունենա թիմը, բայց հաստատ գիտեմ, որ Արման Աբովյանը լուրջ մրցակից ունի մեր ակումբում, իդեմս ձեզ արդեն շոումենի առումով։ Պարոն հաղորդավար, իսկապես այդ իմ համար շատ անձնական փորձառություն է, դրա համար մի քիչ պատասխանս երկար բան արեց, որովհետև միշտ երբ մեր ծնողներից ինչ որ ավանդույթ ենք մենք ստանում, նաև երեխաներից խոսեցիք, փոխանցում ենք մեր զավակներին։ Դրա համար շատ հուզիչ պատմություն էր իմ համար։ Ես միայն դա նկատի չունեի, ես ամբողջ խաղը նկատի ունեի, պարոն Անանյան։ Ներողություն եմ խնդրում այն գործընկերներից, ում նեղացրել եմ։ Պարոն Ժամկոչյան, Լսում եմ ձեզ։ ով է այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Կարծում եմ հենց ես կարող եմ իմ կարծիքը ասել։ Ինձ փորձում են հուշել եւ ուղղորդել։ Ամենևին մի տրվեք այդ սադրանքների, պարոն Ժամկոչյան, դուք ասեք, դուք ինչ եք մտածում։ Ես մտածում եմ, որ հենց թիմի ավագը։ Պարոն Ժամկոչյան, Լսում եմ, պարոն հաղորդավար։ Ես ճիշտն ասած միայն վերջի հարցի հետ կապված ես այնքան համաձայն եմ ձեզ հետ, որովհետև վերջի հարցը հեշտ հարց չէր եւ դուրս գալ դրա վրա այդպես մանրամասն բացատրելով, կարծում եմ սա իրոք արդեն փորձի խնդիր էր եւ այսօրվա լավագույն խաղացող է ճանաչվում Արամ Անանյանը եւ ստանում է Հենրի Քիսինջերի աշխարհակարգ գիրքը Սարգիս Մանուկյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։
Հիշեցնեմ նաև, որ Մարմար է արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ հոբելյանական համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Մեսրոպ Հակոբյան, եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Արտակ Թադևոսյան, ժամանակը որոշելու մասին հարցով, Հրանուշ Ավագյան, բազմաթիվ մտքեր ծնելու գեներացնելու մասին, Աննա Աստանյան, Ռուբիկի խորանարդի մասին եւ Զարինա Բարսեղովա շարֆ օրացույցի մասին։ Ես անգամ կռահում եմ դուք ինչ եք ասելու։ Դուք ճիշտ եք կռահում, Զարինա Բարսեղովան շարֆի մասին ասաց։ Լավագույն հարցի հեղինակ է ճանաչվում Զարինա Բարսեղովան եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Տիկին Մարիամ Ղարդյան։ Այո, պարոն հաղորդավար։ Հիշեցնեմ այդ հարցերը։ Հասմիկ Ղուկասյան Բուլգակովի ընթերնելի ձեռագրի մասին, Հովանես Սմոյան Նադալի հարվածների բանանի մասին, Աննա Արշակյան վիրաբույժների համազգեստների գույների, Ռազմիկ Գաբրիելյան ջրակայուն նոթատետրերի, Գևորգ Հովանիսյան խաղացող մարզիչների եւ Արևիկ Սարգսյան չինական նորարարությունների մասին։ Պարոն հաղորդավար, վիրաբույժների համազգեստի մասին հարցը։ Աննա Արշակյանը վիրաբույժների համազգեստի գույների մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։